Մարզարյան։ Շնորհակալություն։ Պարոն Խուդատյան, մենք վերջին մեկ տարվա գնահատականով դուք ունեք տվյալներ, թե Հայաստանի որ մարզն է, որ ամենաթույլ տնտեսական զարգացումը ունի, պատճառները ուսումնասիրել եք եւ ինչ եք մտածում համայնքներ, այսինքն մարզերի միջև զարգացման տարբեր մակարդակները վերել մոտ նույն մակարդակի Հայաստանում քանի բնակավայր կա քաղաքային ասեմ գյուղականների մոտ դա այդ խնդիրը շատ բարդ է գիտեմ քաղաքային բնակավայրեր որոնք չունեն 24 ժամյա ջրամատակարար խմելու ջրի մասին է խոսքը դուք Հայաստանի երկաթուղային ցանցերը կառավարող Հարավկովկասյան երկաթուղու հետ շփումներ, բանակցություններ ունեք, իրենք ծրագրեր ունեն Հայաստանում երկաթուղագծերի ցանցը զարգացնելու, նորացնելու, նոր ուղղություններ, այդպիսի մտադրություններ կան, թե չկան, եւ չորրորդ հարցը ձեր կարծիքով, ձեր դիտարկումներով համայնքների խոշորացումը դրական է եւ եթե դրական է ինչ չափորոշիչներով եք համարում, որ դրական է հարկերի հավաքման տեսանկյունից է բարելավում եղել, թե սոցիալ-տնտեսական իրավիճակն է փոխվել մարդկանց այդպիսի հարցը ընդհանրական է տալիս։ Շնորհակալ եմ պարոն Ազարյան հարցի համար, լավ հնարավորություն է խոսելու մեր նախարարության համակարգման գրեթե բոլոր ոլորտների մասով։ Թերևս անդրադառնամ հարցերին ըստ իրենց հերթականության, մենք որպես այդպիսին տնտեսական ցուցանիշները մարզերի սովորաբար ունենում է էկոնոմիկայի նախարարությունը, մենք այդ պաշտոնական ցուցանիշներին հղում անելով կարող ենք ասել Պիտի ասեմ, որ մեր ենթակառուցվածքային հիմնական ծրագրերը, այսինքն եթե առանձնացնենք, որ մարզում ենք 2025 թվականին իրականացրել ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը կամ որ մարզում ենք պլանավորում 2026 թվականին իրականացնել ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, դա ակնհայտ Սյունիքի մարզն է, որովհետև Սյունիքի մարզում մենք մի քանի խոշոր ծրագրեր ենք հիմա իրականացնում, մասնավորապես ընթացքի մեջ է գտնվում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ուրեմն Քաջարանից դեպի Ագարակ հատվածը, որը այս պահին հանրապետությունում փաստացի ամենամեծ շինարարական օբյեկտն է։ Ամառվա օրերին մենք այնտեղ յուրաքանչյուր օրվա կատարողականը կազմել է շուրջ 60 միլիոն դրամ, ինչը մեր անկախության պատմության ընթացքում մենք այդպիսի շինարարական օբյեկտ այդ ծավալով չենք ունեցել, օրվա ընթացքում այնտեղ 245 շինարարական տեխնիկա է աշխատում, ես արդեն զեկուցում եմ ներկայացի, որ մենք պլանավորում ենք Սյունիքի մարզով անցնող մյուս երկու խոշոր հատվածների, մասնավորապես Բարգուշատի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկը տանք 2026 թվականի ընթացքում եւ նաեւ Քաջանի թունելի մասով մրցութային գործընթացը ամփոփում ենք եւ 2026 թվականին Քաջանի թունելի մասով էլ պլանավորում ենք շինարարական աշխատանքների մեկնարկը տալ Սա ասում եմ տրամաբանության մեջ, որ դեռևս բավական երկար ժամանակ մեր ենթակառուցվածքների զարգացման ամենախոշոր ծրագրերը լինելու են Սյունիքի մարզում պայմանավորված հյուսիս-հարավի այդ հատվածի շինաշխատանքների ակտիվ տեմպի մեջ լինելու հանգամանքով։ Եթե անդրադառնամ ջրային ոլորտին, պիտի նորից խնդրեմ ուրբաթ օրը ավելի մանրամասն ներկայացնեմ, բայց ձեր տրված հարցինի պատասխան պիտի ասեմ, որ Հայաստանի բնակչության շուրջ 60%-ը ապահովված է խմելու ջրով, 24 ժամյա խմելու ջրով, ունենք համայնքներ որտեղ դրանք հիմնականում են հատվածներն են, որոնք վիոլա ջրի սպասարկման ուրեմն գոտում են գտնվում, ունենք համայնքներ, որոնք իրենք են սպասարկում ջրային ենթակառուցվածքները, մասնավորապես խմելու ջրի Այդ համայնքների մի մասում կա 24 ժամյա ջրամատակարարում, մյուս մասով կա կանոնակարգված ջրամատակարարում, որը 24 ժամյա չէ, դա հիմնականում գյուղական բնակավայրերում է, այսինքն օրինակ ընթացքում 4 ժամ, 6 ժամ կամ 8 ժամ ջրամատակարարում է լինում, բայց հստակ գրաֆիկով։ Իհարկե որոշ հատվածներ ունենք, որտեղ ջրամատակարարումը որպես այդպեսին խնդիր է եւ կանոնակարգված գրաֆիկ չկա, բայց նաեւ պիտի ասեմ, որ պետությունը առաջնահերթ է համարում ջրային ենթակառուցվածքների ուրեմն զարգացումը եւ այդ պատճառով դա համարվում է նաեւ առաջնահերթություն մեր սուբվենցիոն ծրագրերի մասով, այն համայնքները, որոնք ջրամատակարարման խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի արդիականացման ուղղված ուրեմն ծրագրեր են ներկայացնում սուբվենցիայի համար, մենք դրանք առաջնահերթության կարգով ուրեմն ընդունում ենք եւ նաեւ բարձր տոկոսներով պետությունը այդտեղ համաֆինանսավորում է իրականացնում։
Առհասարակ Հայաստանի երկաթուղային ցանցի արդիականացման մասով քննարկումներ ունենում ենք, մեր օրակարգում է նաև երկաթուղու օնլայնումը եւ այս մասով նաև երկաթուղու գործընկերների հետ անընդհատ քննարկումներ ենք ունենում։ Կարծում եմ, որ 2026 թվականին մենք այս մասով որոշակիություն կունենանք։ Եթե անդրադառնամ համայնքների խոշորացմանը, պիտի ասեմ, որ սա լավ բարեփոխում է եւ իրական բարեփոխում է, որը իր արդյունքները տալիս է, մասնավորապես հիմնական հատվածից հետո 2018 եւ 2021 թվականների երկու խոշոր փնջերից հետո համայնքային ենթակառուցվածքների վիճակը շարունակական զարգանում է, որովհետեւ համայնքները կարողանում են խոշորացման արդյունքում միավորման արդյունքում կուտակել ինչպես ավելի մեծ ֆինանսական միջոցներ, ես հիմա կբացատրեմ այդ ֆինանսական միջոցները նաև ինչ տրամաբանության մեջ են կուտակվում, այնպես էլ մարդկային եւ մասնագիտական ռեսուրս, որը կարողանում է ռեալիզացնել կուտակված ֆինանսական միջոցները։ Մասնավորապես այդպիսին է նաև պետական համաֆինանսավորման ծրագրի տրամաբանությունը եւ այդպիսին է նաև ուրեմն ֆինանսական համարտեսման մասին օրենքի տրամաբանությունը, պետությունը դոտացիաներ տալուց առավել, այսինքն մեծ թվով մեծ ծավալի դոտացիաներ են ստանում բազմաբնակավայր համայնքները, այն համայնքները, որտեղ եւ բնակչության թիվն է ավելի մեծ եւ նաեւ բնակավայրերի թիվն է ավելի մեծ, եւ հետեւաբար ենթադրենք երկու համայնքներ առանձին, եթե յուրաքանչյուրը կարող է ստանալ, որ պայմանական ասած 1 միլիոն դրամ դոտացիա պետությունից, ապա այս երկու համայնքների դեպքում ոչ թե թիվը ուղակի միավորման դեպքում ոչ թե թիվը ուղակի դառնում է 2 միլիոն, այլ բանաձևերի կիրառմամբ հաճախ 3 միլիոն, 3.5 միլիոն, 4 միլիոն եւ նաեւ այս այն տրամաբանությունը, որով մենք փորձում ենք շարժվել եւ պիտի ասեմ, որ այս տարվա ընթացքում մենք արդեն ուրեմն որոշում ունենք կասած, դուք որոշում եք կասել միավորել ուրեմն Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, որոնք նախկինում միավորված համայնքներ էին, բայց Վաղարշապատը միավորված էր Էջմիածին քաղաքի եւ մեկ գյուղական բնակավայրի մասով եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան առաջարկով է հանդես գալու ելի միավորված համայնքներ 2026 թվականի ընթացքում վերամիավորելու այն պարզ տրամաբանությամբ, որ համայնքների խոշոր միավորները կարող են ավելի խոշոր խնդիրներ լուծել իրենց առջև դրված։ Շնորհակալ եմ։ Պարոն Նազան, ուզում եք մեր երկու տվյալը ես ասեմ, իրականում ձեր հարցը շատ բարդ է, ճիշտ պատասխան ունենաք, որ ասենք, որ համայնքները կամ որ մարզերը ինչ վիճակում են գտնվում, այդտեղ ցավոք սրտի մենք մանրամասն վիճակագրություն չունենք ու ցուցանիշները տարբեր են, օրինակ արալինի աղքատության մակարդակով, եկամուտների մակարդակով, ենթակառուցվածքներով, բայց եթե հետաքրքիր է, ես այդ էի փնտրում, որտեղ հիշում եմ, որ մի անգամ վիճակագրական կոմիտեն նրան նման տվյալ հրապարակել է Հայաստանի համախառն ներքին արդյունքը ըստ մարզերի, որ նայում ենք ու մեկ բնակչի հաշվով, մեկ շնչի հաշվով համեմատած, առաջին տեղում բնականաբար Երևանն էր, որին հաջորդում է Սյունիքի մարզը, ամենացածր ցուցանիշը ունեին Շիրակի մարզը եւ Տավուշի մարզը։ Այո, աղքատության մակարդակով էլ հավանաբար համադրելի պարգև էր ամենաբարձրը, բնականաբար հանքարդյունաբերական ընկերություններով պայմանավորված Սյունիքում էր, անգամ աշխատավարձերի մակարդակով Երևանի միջինն էին գերազանցում, եթե չեմ սխալվում, ամենաբարձր աղքատությունը էլի Շիրակի մարզում էր։ Կարող է վերջին տարիներին մի քիչ է ցուցանիշը փոխված լինի Գյումրիի աշխուժացման հետ կամ օդանավակայանի գործարկման հետ, բայց ընդհանուր պատկերը սա էր։ Այս ուղղակի լրացուցիչ ինֆորմացիա ուզեցի ասել։ Խնդրեմ, Եթե անդրադառնանք նաև ես թվարկեցի ճանապարհաշինական բլոկով Սյունիքի մարզում իրականացվող մեր հիմնական ծրագրերը, բայց պիտի անդրադառնամ նաև 2025 թվականի ընթացքում հաստատված դիմակայուն Սյունիք վարկային ծրագրի շրջանակում նախատեսված ենթակառուցվածքների զարգացմանը ուղղված ծրագրերը, որոնք ընդգրկում են նաև ուրեմն կրթական ենթակառուցվածքներ, ջրային ոլորտի ենթակառուցվածքներ, առողջապահական ենթակառուցվածքներ եւ հետեւաբար տեսանելի ապագայում դեռևս երկար ժամանակ մեր շինարարական աշխատանքների հիմնական կտորը իրականացնելու ենք Սյունիքի մարզում։ Ես շնորհակալ եմ պատասխանի համար, ուղղակի ես կարծում եմ, որ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար ի վերջո տարածքային կառավարման նախարարությունը եւս պետք է իր ձեռքի տակ ոնց որ զարկերակը բռնած այդ մարզերի միջև տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի դինամիկան անդադ ունենանք, որ ձեր աշխատանքների արդյունքը
տեսանելի լինի, նկատելի լինի։ Եվ արձագանքից օգտվելով մի հարցել, օրինակ Տավուշի մարզում բնակավայրեր կան, որոնք սպասում են գազամատակարարումը երբ կլինի եւ արդեն չեմ հասկանում որն է պատճառը, որ օրինակ խողովակները քաշելուց հետո անհրաժեշտ է որ գազը մատակարարվի, մինչև հիմա օրինակ իրանց գյուղում բնակավայրում այդ հարցը չի լուծվել։ Բնակիչներին հետաքրքիր է երբ կլուծվի, ինչու իրենց միջոցներով է լուծվելու, թե այլ կերպ պետք է լուծենք։ Շատ լավ, Գիրանցի հետ կապված ժամկետները ես լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելուց հետո ձեզ մանրամասն ժամկետների մասով կասեմ։ Գազաֆիկացումը նաև մեր պետական համաֆինանսավորման ծրագրում ընդգրկված ուղղություններից մեկն է, եւ դա նաև առաջնահերթություն համարվող ուղղություններից մեկն է, ինչպես ճանապարհային եւ ջրային ոլորտին ուրեմն ենթակառուցվածքներին է։ Պիտի այստեղ մի ուսումնասիրության մասին ասեմ, որը այս բան իրականացրել ենք եւ առաջիկայում նաեւ որոշումներ կկայացնենք ըստ այս ուսումնասիրության, մասնավորապես մեր պետական համաֆինանսավորման ծրագրով գազաֆիկացված բնակավայրերի բնակիչների շուրջ 25%-ն է այդ ծրագրի ավարտից հետո օգտվում գազաֆիկացումից, փաստացի գազաֆիկացում է ենթադրենք ամբողջ բնակավայրը եւ շուրջ 25%-ն է ընդամենը օգտվում այդ գազաֆիկացումից եւ վստահաբար եթե շարունակենք ուսումնասիրությունը կպարզվի որ իրենցից զգալի մասն էլ որպես այդպեսին շատ փոքր ծավալով է օգտվում մասնավորապես կենցաղային որոշակի փոքր կարիքների համար եւ նաեւ այդ է պատճառը որ սա ներդրողների համար մասնավորապես գազի ենթակառուցվածքների շահագործող ընկերության համար ինքը հետաքրքիր ներդրումային ուղղություն չի։ Մենք այս ուսումնասիրությունը իրականացել ենք եւ առաջիկայում նաեւ որոշում կկայացնենք, որը չի բացառում, որ լինի այնպեսին, որ նաև ներտնային միացումների որոշակի ծավալ նախագիծի իր մեջ ընդգրկի, այսինքն փաստացի համենքը կազմակերպի ոչ միայն բնակավայրի գազաֆիկացման հարցը, այլ նաև գազը բնակչի տուն տանելու հարցը, իհարկե հասկանալի է դա որոշակի տրամաբանության մեջ, որովհետև այն բնակիչները, որոնք այսպես թե այնպես չեն օգտվելու գազից, իրենց գազաֆիկացումը ապահովելու համար լրացուցիչ ծախսանելը, չգիտեմ համենքի կամ պետության համար ինչքանով է արդյունավետ։ Ցուցանիշները ասացի, որ այո, ես էլ եմ կիսում այդ մտահոգությունը, մենք այստեղ որոշակի խնդիրներ ունենք եւ առաջիկայում չի բացառվում մեր գործող կարգում այդ մասով որոշակի փոփոխություններ անենք։ Շնորհակալ։ Շնորհակալություն պարոն Խուդասյան, կարող եք ձեր